Մեր թվարկությունից առաջ 53 թվականի գարնանը մեծ հայքի արքունիքում տոնի էին պատրաստվում։ Ներկայացում էր բեմադրվում։ Մենք գալիս ենք լեռներից և բերել ենք հարուստ որս հաճախ հնչող արտահայտությունը ողբերգությունից էր, որ բեմադրվում էր արքայից արքա Արտավազդ երկրորդի հրամանով։ Հայ թատրոնի հնության մասին վկայող բեմադրությունը ներկայացվեց հայկական Կարթագենում, Արտաշատ քաղաքում։ Բեմի կախարդական ուժը շատ զորեղ է։ Երբ որ սիրահարվում ես այդ բեմին, այդ արվեստին, այլևս հնարավոր չէ դուրս գալ այդ աշխարհից։ Մեր ավագ սերունդի ներկայացուցիչները մեզ ասում են, գիտես տղաս, այս թատրոնում Վարան Փափազյանն է խաղացել, Հրաչյա Ներսիսյանն է խաղացել, այս թատրոնում ստեղծագործել է Մայիս Ռաֆայելյանը եւ այսպես տասնյակ հայ իրականության մեծ արտիստներ։ Դու ինքդ քեզ մի պահ այսպես զգում ես, որ դու էլ այդ հնարավորությունը ունես այս բեմում քայլելու, այս բեմում խաղալու եւ ինչ որ մոգական զգացողություն ես ունենում։ Նրանք միասին են մեծացել։ Միասին պարի են գնացել։ Հետո միասին սովորել ու Արտաշատում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել։ Թմկահար Աշոտն ու էլեկտրական երգեհոն կամ ժողովրդի լեզվով ասած իոնիկա նվագող Սեյրանը նույն համույթից էին։ Ժամանակին Արտաշատի գյուղերի ամենասիրված արտիստներն էին։ Արտաշատում տենց գյուղ չի մնացել, որ համերգների չգնային։ Արտաշատ, Արարատ, Տեստարածա շրջանը։ Ու այդ ամեն ինչը էնտուզիազմով ա եղել։ Մենք դրա համար ոչ վարձատրվել ենք, ոչ մի բան, ամբողջը մեր Ես միշտ մտածել եմ այն ձևի, որ ամեն ինչ անում են նվիրյալները։ Հələ հիշիմ, համել բանվորություն էինք անում։ Բանվորություն ոնց ենք նվագելու։ Ապարատուրան կրում էինք, բայց ունեինք մի հատ մինիստր, որ ձեր չէր տալիս ապարատը։ Այդ արդեն ուրիշ մակարդակ է։ Համերգի գնում էինք, հիշում ես զապով։ Հա։ Զապարոժեցի մեջ լցվում էինք, սաղս մեկ դուրը բացում էին, Զապարոժից հերթով իջնում էին 1, 2, 3, 4, 5, 6, 7 Զապարոժեցի նստարանը հանած էր, փոլն էլ փտել էր արդեն, Աշոտ ընկավ մեջից։ Զալյան Աշոտ։ Հա։ Լավ օրեր էին, լավ աշխատել ենք։ Գիտես ինչներ կար։ Ու ամենակարևորը ես ասեմ, ոչ մի տես բան չէ։ Ինչքան ես Երևան ընկերուն եմ հարցել եմ, բոլորը փող են ստացել։ Մենք ձրի նվագել ենք 40 տարուց ավել։ Ձրի, ոչ մեկը ոչ փող չտվել։ Ամբողջ միշտ սպասում էին, ամեն գյուղ, որ գյուղ որ գնում էինք համերգի, դալիճը լիքը լցված էր։ Գիտեին, ճանաչված էինք, ու համերգին գալիս էին։ Հիշի ովքեր են մեզ հետ երգել։ Օ, մեր հետ Էրնան Յուզբաշյանը, Էլվիրան Մակարյան, Էլվիրան Մակարյան, Յուզբաշյան, ես հիշում եմ Սուզանը Մարկարյան։ Սուզանը, հա, հիշում եմ մի հատ դեպք։ Քո զապով էլ համերգից հետո տանում էր իրանց տուն։ Տանում էի, հասցնում էի Երևան, գալիս էի։ Նա 25 տարի ապրեց Սանկտ Պետերբուրգում, իսկ 3 տարի առաջ վերադարձավ Հայաստան։ Ինչպես ինքն է ասում, ես վերադարձա իմ Արտաշատ։
Այսօր նկարիչը կրկին ապրում է հայրենի տանը ու ամեն օր կտավին հանձնում իր քաղաքի գույնն ու լույսը։ Հայրս մի խոսք ուներ, ասում էր պետք է այնքան նստես նկարելու պահին, որ տակդ կանաչի, իմ տակն էլ կանաչեց։ Իմ նկարների մեջ գերիշխում է զմրուխտը։ Սիրեցի նկարչությունը ուսումնարանում Թելեմեզյանում, լավ դասախոս ունեցել, Գարուշ Հովսեփյան, շատ լավ նկարիչ, իրանց արվեստանոցները Մինաս Ավետիսյանի հետ դեմ էին Երևանում։ Սիրեցինք, բայց տարված էինք իմպրեսիոնիզմով, ձեռք նկարելու փոխարեն Վան Գոգ էինք մեր զգում, աչք նկարելու փոխարեն էլի Վան Գոգ էինք զգում։ Նրա հայրը պարուսույց է և պարը նրանց կյանքի անբաժանելի մասն է եղել միշտ։ Աշոտ Ազատյանը երբեք չի բողոքել։ 3-4 տարեկանից հայրիկի հետ մեծի նման աշխատել է տարբեր պարային համույթներում։ Պարը նախ մանկության խաղի մի մասն էր, հետո Աշոտը դարձավ պրոֆեսիոնալ պարուսույց։ Սերը պարի նկատմամբ ինձ տվել է հայրս։ Անգամ եթե ասենք փորձասենյակում չլներ, տանն էլ ինձ պարտադրում էր, որ ես ինչ-որ էլեմենտներ, բարություններ անեի։ Հիմնականում պտույտների վրա էր շատ աշխատում ինձ հետ։ Մասնագիտական լեզվով որ ասում են պիրուետներ կամ տուր, հատակի վրա, օդում այդ էլեմենտների վրա էր շատ աշխատում, որտեղ դրանք տեխնիկապես ավելի բարդ կատարվող էլեմենտներ են, ու ինձ մոտ բարեհաջող ստացվում էր դրանք։ Կամոն Աղդալյանը արտաշատցի չէ։ Ապրում է Արարատի մարզի Խորվիրապ գյուղում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանում։ Աշխատել է Երևանի ազգային տիկնիկային թատրոնում։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում հայտնվել է պատահաբար, փոխարինելու վատառողջ ընկերոջը։ Դերասանի կյանքում այդ պատահականությունը ճակատագրական եղավ։ Նա հաստատվեց թատրոնում, իսկ հետո դարձավ տնօրեն։ Սկզբում շատ սիրեցի հենց առաջին անգամ, երբ որ բարձրացա, շատ խորհրդավոր ինչ-որ բան զգացի եւ հասկացա, որ սա այն բեմն է, որտեղ ես պետք է շարունակեմ խաղալ, աշխատել։ Ստացվողն չէր խանգարում, ասած ինձ սկսի։
Այդպես սկսվեց իմ ստեղծագործական ուղին Արտաշատի թատրոնում եւ ես շնորհակալ եմ Աստծուն, որ ես կարողացել եմ այս թատրոնում խաղալ։ Իմ Արտաշատը գտնվում է Արարատի փեշերին, մեր Արարատյան դաշտում, ես վերջերս մի գործ արեցի, Արարատյան դաշտի առավոտը հիշելով Ռաֆուղ Սամվել վեպը։ Ինչքան որ Աստված կտա ինձ տարիներ, ուզում եմ որ այստեղ լինել եւ ինչ որ բանով կարողանամ իմ քաղաքին օգտակար լինել։ Ինձ մեկ հարևանները հարցում են, ասում են, Պետերբուրգի նման քաղաքը ոնց թողեցիր եկար։ Ասում եմ, այդ շրջվեք փողոցի այն կողմում Արարատն է։ Ասի սրա համար եմ եկել։ Ալի Արտաշատն էլ իր փեշերի տակ է։ Արտաշատ քաղաքի անվանումը բառացիորեն թարգմանվում է որպես Արտաշեսի ուրախություն կամ Արտաշեսի ապրելու ավան։ Հին Արտաշատը թագավորանիստ քաղաք էր։ Ուրախություն եւ հպարտություն էր ներշնչում ոչ միայն Արտաշես առաջին արքային։ Այն առևտրի եւ Հայաստանում հելենիստական մշակույթի խոշոր կենտրոն էր։ Գտնվում էր արևելքն ու արևմուտքը կապող Մետաքսի ճանապարհի վրա։ Այսօր էլ աշխարհագրական դիրքն առանցքային նշանակություն ունի Արտաշատի մշակութային կյանքում։ Մանուկ հասակից ես զգացել եմ, որ Արտաշատը շատ արվեստին մոտ կանգնած քաղաք է եղել։ Դա կլներ երաժշտություն, դա կլներ պարարվեստ, կլներ գեղանկարչություն, քանդակագործություն։ Երևի թե առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Արտաշատը Երևանին մոտ է, եւ այդ տարիներին Երևանից էլ շատ մասնագետներ էին գալիս ու լավ վիճակում էր, ավելի բարվոք, ավելի բարձր մակարդակի վրա էր Արտաշատում ընդհանրապես արվեստը, քան ասենք այլ քաղաքներում կամ մի քիչ Երևանից հեռու գտնվող տեղերում։ Հավասարապես արվեստի համարյա բոլոր ճյուղերն էլ Արտաշատում միշտ բարձունքի վրա են եղել։ Անգամ Արտաշատի գյուղերն էլ իրենց մշակույթի տներում եւ ակումբներ էին ասում։ Միշտ էլ եղել են արվեստի տարբեր ճյուղերի խմբակներ միշտ գործել են։ Արտաշատում թատրոնը միշտ կարևոր դեր է խաղացել։ 1920-ական թվականներին քաղաքում գործել է շրջիկ թատրոն, որի դերասանները շրջել են գյուղերում եւ ներկայացումներ խաղացել։ «1933 թվականին թատրոնը ստացել է նոր կարգավիճակ, բայց սեփական տարածք չի ունեցել։ Այդուհանդերձ փորձերը երբեք չեն ընդհատվել։ Հետագայում թատրոնի շենք կառուցվեց Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Շատ գեղեցիկ երգ է Բիարետ։ Ես այս երգն իմ աղջկա համար էի երգում։ Նրա մասին պատմիր։ Նրա անունը Դոլորես է։
Բայց ես նրան դոլի եմ ասում։ Պատերազմից առաջ է ծնվել։ Բայց գում է, թե ինչ է լինելու։ Տարիներ շարունակ արդեն պայքարի մեջ էի, բայց նրա ծնունդն ինձ լրիվ փոխեց։ 43 թվականին, հայրենական մեծ պատերազմի տարիներին, այս թատրոնի վարագույրը բացվել է վրեժ ներկայացմամբ, որի բեմադրիչը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ամո Խարազյանն էր, որի անվամբ էլ հենց հետագայում թատրոնը անվանակոչվել էր։ Այդ տարիներին իսկապես իրադարձություն էր եւ այդ պատերազմի տարիներին Հայաստանի շատ քաղաքներում մշակութային կենտրոններ էին հիմնվում, թատրոններ էին հիմնվում, սա նաեւ քաղաքական ենթատեքստ ունի, որ սովետական իշխանությունները փորձում են աշխարհին ասել, որ կապ չունի, որ մենք պատերազմում ենք, մշակութային կյանքը պետք է զարգանա երկրում։ Ինքս ինձ ասում էի, պատերազմի վերջում մի օր կավարտվի, նա կվերադառնա ու մենք միասին կմեծացնենք նրա աղջկան։ Մեր մշակույթի պատմության մեջ ամենալավագույն գնահատականը տալիս եմ Աղասի Սաֆարյանին։ Նրա ժամանակ մշակույթի վաստակավոր գործիչ էր, նրա ժամանակ մեր մշակույթը ուղղակի ծաղկեց, շատ լավ աշխատում էր։ Բոլոր տեսակի արվեստի բոլոր ճյուղերն էլ ծաղկում էր։ Հետո ինքը երկար տարիներ բան եղավ, թատրոնի տնօրեն։ Թատրոնի տնօրեն էր, ճիշտ է, նրանից հետո եկավ Սայազյան Գեղանուշը, Գեղանուշն էլ լավ աշխատեց, որովհետև 90-ականներին այդ, որ ասում են ցուրտումուտ տարիներ, ես ասում եմ անկախության տարիներ, այդ տարիներին փաստորեն մեր թատրոնը մի օր այնպես չեղավ, որ չաշխատել, ամեն օր աշխատել, պատայլար ներկայացման ժամանակ լույսերը հանգել են, բայց չի բան արել։ Մեծ կալորիֆերներից էին բերում, որ դալիճը տականար։ Լավ է։ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակներ երկու թոր ունեցել։ Ինչքան Լևոնից մեջ է հայրիկի արյունը, այնքան էլ իմ մեջ է, էլի։ Որ անալիզ անենք, թե այդ արյունը մեզ ինչ է տալիս, հաստատ տալիս է, էլի։ Ու իր ներշնչանքը, հոգու ներշնչանքը մեզ անցել է, ես կարծում եմ։ Ազգասիրությունը, ելևեջները, իր երկը գույն ուներ։ Ինքը ստեղծել էր մի գունագև, ոչ թե ինքը ստեղծել էր, ինքը հավաքեց, հավաքածու արեց։ Հիմա կոմիտասներ շատ քիչ ստեղծագործություններ էր, բայց ինքը հավաքեց էլի։ Հայրիկը մի այլ ճյուղով հավաքեց, ազգագրական երկարվեստը հավաքեց։ Ու անշուշտ մեզ շատ բան ա տվել։ Եթե ես լսողություն ունեմ, ասենք երկի լսողություն ունեմ, դրա մեջ կա նաև այդ գույները։ Որպես պարուսույց, որպես պարի մասնագետ, սերը երաժշտության նկատմամբ, խորությունը երաժշտության, ինչ շատ է օգնել պարարվեստում։ Ես կարծում եմ ու համոզված եմ դրանում ավելի քան, որ յուրաքանչյուր պարուսույց երաժշտությունը իր համար պետք է լինի հավասար մասնագիտություն, որպեսզի կարողանա ճիշտ բեմադրի, երաժշտության անալիզ ճիշտ կատարի, ֆրազան որտեղ սկսվեց, որտեղ վերջացավ, ինչ երաժշտական չափ ունի, ինչ ելևեջներ կան, երաժշտության կառուցվածքը ինչպիսին է, որ բեմադրությունը ստացվի հաջող։ Հակառակ դեպքում կլինի երաժշտություն լրացնել բեմադրությունը։ Այդ առումով ինչ շատ է օգնել երաժշտությունը։
Տարիների ընթացքում Աշոտ Ազատյանի և Սեյրան Նազարյանի մասնագիտական ճանապարհները բաժանվեցին։ Աշոտն ընտրեց պարը, իսկ Սեյրանը աշխատեց համայնքապետարանի և մարզպետարանի տարբեր բաժիններում, զուգահեռ հիմնադրեց նաև Արտաշատի մանկական երգչախումբը։ Իմ երգչախումբը մանկական էր, մանկական երգչախումբ Բայց էր։ քո երգչախումբն էլ բավականին Հա, լավն էր։ Մի անգամ 79 թիվը հայտարարվեց մանկան միջազգային տարի, դե այն ժամանակ ես ուսանող ելնելուց հետո Երևանից կտրվա մի մոմենտ, այդ բաները, այդ կյանքից ոնց որ մնացի դուրս, չգիտեի ինչ մակարդակ է Երևանում, դու հանրապետությունում։ Միջազգային բանին որ գնացինք, մանկան միջազգային տարի 79 թիմներ։ Այնտեղ երգեցինք երկրորդ տեղը, ես երկրորդ մրցանակը վերցրի, բայց արդեն հասկացա ինչա կատարվում։ Իսկ 85 թվին արդեն պատերազմի 40-ամյակի հաղթանակի, արդեն երգչախումբը ստարա շատ բարդ ծրագրով, շատ ուժեղ ծրագրով, երգեցի Պրծայեմ Աղաբեկովնան ասեց առաջի տեղից հետո, առաջի մրցանակից հետո երկրորդ, երրորդ չկա, այնքան որ տարբերությունը շատ է։ Արտաշատի գույներն էլ դե ծիրանն է, դեղցն է, հողի գույնը, օխրաներն են։ Երկինքը լրիվ ուրիշ է, նման չի Պետերբուրգի երկինքին։ Այդ ամեն ինչ ես տարել էի։ Դրա համար ինձ հարցնում էին Պետերբուրգում, դու ոնց ես գույները սառը քաղաքում, ոնց ես, ասում եմ դե պիտի մեջից թռնեմ։ Նա իմ մեջ կար։ Ես չէի ուզեն առանձնացնել Արտաշատի թատրոնի դերասան, թե Երևանի, թե Վանաձորի, որովհետև դերասանը կամ արհեստավարժ է, կամ ոչ։ Մենք բարձր նշաձող ենք սահմանել այս վերջին տարիներին, իսկապես, և պետք է ամեն ինչ անենք, որ նաև ժամանակակից խոսք ասենք թատերական աշխարհում։ Մենք միջազգային համագործակցություններ ենք անում արդեն քանի տարի է, 5-ից ավելի երկրներում ենք եղել փառատոների, եւ սա նաեւ փորձի փոխանակում է, եւ որ տեսնում ենք ինչ է կատարվում աշխարհում, մենք համադրում ենք մեր ավանդականը եւ մենք ամեն ինչ անում ենք, որ գոհացնենք մեր հանդիսատեսին, որ մեր հանդիսատեսը գոհ գնա դահլիճից, գոհ գնա վերադառնալու ակնկալիքով։ Հին Արտաշատի արքունական թատրոնով նոր Արտաշատի յուրաքանչյուր բնակիչ է հպարտանում։ Ամոթ Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում մի մեծ գեղանկար կա, որում պատկերված է թատրոնի և արտավազ դարքայի մասին հայտնի տեսարանը։ Այդ պատմությունից անցել են դարեր, և այժմ նոր քաղաքն ու նոր թատրոնն են հպարտորեն վկայում անցյալի, ներկայի ու ապագայի ամուր կապի մասին։